Փաղ Տիրոջը սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված օրհնի բոլորիս, սրտանց փաղ տանք Տիրոջը, գոհանանք Տիրոջից իր ներկայության համար, իր մեծ ողորմության համար, որ կրկին իր ոտքերի մոտ ենք, չմտածենք, որ դե հերթական պաշտամունքն է, գնանք, մասնակցենք, լսենք, գանք, ամեն պաշտամունքը մեզ համար կարևոր է, սիրելի եղբայրներ, քույրեր, կարևոր է մեր հոգիների համար, կարևոր է Տիրոջով լցվելու համար, իր ներկայությունով լցվելու համար եւ այս բոլոր փոքր պաշտամունքները դրանք փոքր քարերի պես մեր տան հոգևոր շինարարությունն են կատարում, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ այնպես չի, որ մենք մտածենք դե այս պաշտամունքը այդքան էլ միգուցե լավ չանցավ իմ համար կամ ես չլսեցի այն ինչը որ ինձ անհրաժեշտ էր, հապա հակառակը ցանկացած խոսք, ցանկացած եղբոր պատգամ, որը որ այստեղից ասվում է, դա Տիրոջ խոսքն է, սիրելի եղբայրներ, քույրեր, ուղղված մեզ, մեր հոգիներին, որ մենք գանք, ինչպես Միքայել եղբայրն էր ասեց, չգանք նայելով, որ կողքինս ավելի ցածր է կամ ես կարիքը չունեմ կամ ես արդեն արդար եմ, ամեն մեկս ապահովագրված չենք, ոչ մեկս հայտնվելու այդ փարիսեցի իրավիճակում։ Եվ եթե ես մտածեմ, որ ես եկել եմ եւ ես փարիսեցի պես չեմ եկել, ես եկել եմ մյուսի պես, մտածենք, որ բոլորս էլ ապահովագրված չենք եւ կարող ենք անգամ այտենց մտածելով հայտնվել փարիսեցի կարգավիճակում։ Թող Տերը օգնի, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք բոլորս Տիրոջ կարիք ունենք, Տերը մեզ հավաքել է իր ոտքերի մոտ, իրանից առնելու, իրանով լցվելու եւ իր ներկայությունը վայելելու համար։ Ես մի կարճ ուզում եմ նորից հավատքի մասին խոսալ, սիրելի եղբայրներ, քույրեր, որը որ մեր կյանքի կարծես շարժիչ ուժն է հավատքը, մենք հավատքով ենք ապրում երկրի վրա, հավատքն է մեզ տանում հոգևորապես առաջ եւ մենք առանց հավատքի չենք կարող ապրել եւ չենք կարող Աստծո հետ հաղորդակցվել առանց հավատքի, որովհետեւ հավատքի շնորհիվ է, որ մենք տեսնում ենք անտեսանելին, հավատքի շնորհիվ է, որ մենք տեսնում ենք այն, ինչը որ մեր ֆիզիկական աչքերը չեն տեսնում եւ հավատքի միջոցով մենք մոտենում Տիրոջը, հավատալով, որ Աստված լսում է մեզ, հավատալով, որ Աստված տեսնում է մեզ, հավատալով, որ Աստծո խոսքը դա ճշմարտություն է եւ այն բոլոր բաները, որոնք որ Աստված ասել է մեր հոգիների համար, մենք այդ ամեն ինչը հավատքով ենք ընդունում մեր կյանք, ընդունում մեր ներսը, հավատքով ենք Տիրոջ առջև գալի եւ մեր վիճակները բերում, հավատքով ենք խոստովանվում Աստծո առջև, հավատքով ենք մեր կյանքի ցանկացած իրավիճակի մեջ, թե դժվարություն կլինի, թե հիվանդություն կլինի, թե ուրախ ինչ-որ իրավիճակ կլինի, հավատքով ենք մենք գալիս Տիրոջ առջև, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ առանց հավատքի հնարավոր չի Աստծո առջև գալ, անհնար է, եւ Աստծո խոսքն էլ է ասում, որ բայց առանց հավատքի Եբրայեցիների 11:6-ը, բայց առանց հավատքի անհնար էր Աստծո առջև հաճելի ըլլալ, վասնզի ան որ Աստծո կմոտենա, պետք է որ հավատա, թե Աստված կա եւ թե վարձահատույց կլա անոնց, որ զինք կփնտրեն։ Տեսնում ենք, այս համարը բոլորս գիտենք, շատ անգամ կարդացել ենք, զրուցվել այս ուղղությամբ, բայց ավելի խորապես հասկանալու եւ տեսնելու համար թե ինչ գործ է անում հավատքը մեր կյանքում, Աստծո խոսքը ասում է, որ առանց հավատքի անհնար էր Աստծո առջև հաճելի լինել։ Ինչի, որովհետև եթե դու գալիս ես Աստծո առջև, Սուրբ Գիրքը ասում է, որ ան որ կմոտենա, պետք է որ հավատա, թե Աստված կա։ Հետաքրքիր է, չէ՞, ասում է Աստված կա, եւ արդյոք որ կայի մասին է այստեղ խոսվում, միայն գոյության փաստն է ուզում արձանագրել, որ մենք մտածենք եւ կարծենք, որ Աստված կա, այո, եւ վերջ, եւ միայն որ ասում է շարունակում է եւ թե վարձահատույց կլա անոնց, որ զինք կփնտրեն, ինչ կայի մասին է այստեղ գրված, ինչ գոյության մասին է այստեղ գրված եւ ինչի մասին է ասվում։ Արդյոք միայն հավատալ, որ Աստված կա, դա բավական է, որ ես Աստծուն հաճելի գտնվեմ, բավական է հասկանալ, որ ես ունեմ այն հավատքը, որը որ Աստծուն հաճելի է, եւ ես մոտենալով Աստծուն հաճելի գտնվելով իրան, ես իմ վարձատրությունը կառնեմ։ Ինչ ասել է, թե որ պետք է հավատա, թե Աստված կա։ Սա բոլորիս համար կարծում եմ հարց է, որը որ մենք պետք է ճիշտ հասկանանք, ճիշտ մտածենք
հոգևոր կյանքում ողջամիտ վարդապետությունը եւ ողջամտությունը ունենանք, որ հասկանանք, թե ինչ է Աստված ուզում մեզ ասել եւ ինչ է ուզում մեր սրտերի հետ խոսալ, քանի որ միայն մտածել, որ Աստված կա, կարծում եմ, որ դա բավական չի եւ Աստծո խոսքն էլ է ասում, որ դա բավական չի, որ մարդը մտածի, որ միայն Աստված կա։ Եթե կհիշեք Հակոբոսի թղթի մեջ այդ հատվածը գրված է եւ այդ հենց ամենասկզբի 14-րդ խոսքից երկրորդ գլխի 14-րդ գլխի պարբերության վերնագիրը հավատք եւ գործեր։ Այդ վերնագիրն է գրված, ես ուզում եմ մի փոքր կարդալ հենց 14-րդ գլխի 14-րդ խոսքից պարբերության սկզբից։ Ինչ օգուտ է եղբայրներս, եթե մեկը ասե, թե հավատք ունի ու գործ չունենա։ Միթե հավատքը կրնա փրկել զանիկա։ Եթե եղբայրը կամ քույրը մեր կլա կամ օրվա կերակուրի կարոտ ու ձեզմե մեկը ասե անոնց գացեք խաղաղությամբ, տակցեք ու կշտացեք, բայց մարմնին պետք եղած բաները անոնց չտա, ինչ օգուտ ունի, այսպես ալ հավատքը, եթե իրեն հետ գործ չունենա, առանձին մեռած է։ Նաև կրնա մեկը ասել, թե դու հավատք ունիս, ես ալ գործեր ունիմ։ Դու հավատքդ քո ցուցուր ինձի առանց գործերի, ես քեզ ցուցնեմ իմ հավատքս իմ գործերովս։ Դու կհավատաս, թե Աստված մեկ է, աղեք կնես, դևերն ալ կհավատան ու կսարսափին, բայց կուզես գիտնալ, ով սնոտի մարդ, թե հավատքը առանց գործերու մեռած է։ Տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը ասում է, որ Աղաքյալը շեշտում է, որ ասում է, եթե դու հավատում ես, որ Աստված մեկ է, այսինքն որ Աստված կա, աղեք կնես։ Այսինքն դա այն ամենամինիմալն է, այսպես ասած, ամենաքիչն է, որ մարդը կարող է ունենալ հավատքի համար, բայց ասում է, եթե դու հավատքը ունես, բայց քո հավատքը գործերով չի, դու քո հավատքը մեռած է։ Թող Տերը օգնի, սիրելի եղբայրներ, քույրեր, Ավետարանը այս խոսքը մեզ ուղղում է նրա համար, որ մենք տեսնենք մեր կյանքում, արդյոք մեր հավատքը ուղեկցվում է հոգևոր գործերով, արդյոք մեր հավատքը միայն հավատքա բառերի վրա, հավատքա խոսքերի վրա, թե նաև ուղեկցվում է, զուգահեռ գնում է մեր գործերը նաև, եւ մենք բայց սրան զուգահեռ նաև պետք է հասկանանք, որ այն գործերը, որոնք որ բխում են հավատքից, դրանք նրա համար չեն, որ մենք այդ գործերով արդարանանք կամ այդ գործերը Աստծո առջև բերելով ցույց տանք, որ տես Տեր Աստված, մենք այս գործերը ունենք եւ այս բաները կարող ենք անել կամ անում ենք։ Այդ գործերը նրա համար են, որովհետեւ դրանք արդյունքն են հավատքի, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ մենք Ավետարանում տեսնում ենք, նաեւ Պողոս Աղաքյալն էլ շատ տեղերում Եփեսացիների մեջ նաև շեշտում է, որ մեր փրկությունը, որ մենք առել ենք Աստծուց, դա ոչ թե գործերով է, հապա հավատքով, ինչի, որովհետև մարդը գործերով չի կարող Աստծո առջև արդարանալ եւ փրկություն ունենալ։ Այդ համարն էլ եմ ուզում կարդամ բոլորիս համար Եփեսացիների 2-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Եփեսացիների 2-րդ գլուխ 8-րդ խոսքից. Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզմե է, հապա Աստծո պարգևն է, ոչ թե գործեր են, որ մեկը չպարծենա, վասնզի մենք որ ձեռագործն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերու համար, Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի անոնց մեջ քայլենք։ Ամեն։ Տեսնում ենք, որ սկզբում ոչ թե գործերն են գալիս, հապա սկզբում հավատքն է գալիս, սիրելի եղբայրներ, քույրեր, հավատքից հետո նոր գալիս են հավատքի գործերը, ոչ թե այն գործերը, որոնք որ եղբայրը որ ասեց, փարիսեցիական գործեր, քայլեր, մտածմունք, պատկերացումներ, չէ, ինչքան մարդիկ կան, որ ապրում են այդ իրականության մեջ, այդ իրանց պատկերացրած իրականության մեջ, որ ես այս եմ անում, եւ կարող եմ դրանով արդարանալ, մարդը չի կարող արդարանալ, եթե ինքը հավատք չունի, եւ ինչ ասել է հավատք, ամենակարևոր հարցը, ինչ ասել է հավատք, արդյոք այն հավատքն է, որը որ արդեն կարդացինք Եբրայեցիների մեջ, որ Աստված կա եւ վերջ, դա բավական է համարելու, որ ես ունեմ հավատք, դա բավական է համարելու, որ ես ունեմ այն հավատքը, որի միջոցով կարող եմ Աստծուն հաճելի լինել։ Կարծում եմ, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք Ավետարանով մի փոքր կնայենք եւ կհասկանանք, որ հավատքի մասին է ասվում,
ինչ հավատքի մասին է ասվում եւ արդյոք ես այդ հավատքը, այդ կյանքի հավատքը ունեմ, որ ես կարող եմ վստահ ասել, որ այդ հավատքը իմ ներսում կա եւ այդ հավատքով ես գնում եմ առաջ։ Տերը օրհնի բոլորիս սիրելի եղբայրներ, քույրեր, ես կարծում եմ, որ մենք այս ճանապարհի մեջ ենք, այս ճանապարհով գնում ենք առաջ եւ Աստված պատահական չի, որ մեզ փորձում է օգնել, սովորեցնել իր Աստծո հոգիով, իր Սուրբ հոգիով մեզ փորձում է դաստիարակել, որ մենք ճիշտ ընթացքի մեջ լինենք, ճիշտ ճանապարհով գնանք եւ ունենանք այն կյանքի հավատքը, այն ճշմարտության հավատքը, որ ինքը ուզում է ունենալ մեր ներսում։ Ես ուզում եմ կարդալ մեզ բոլորիս համար Հովաննես ավետարանի 6-րդ գլխի 67 խոսքից։ Այս պատճառով իր աշակերտներեն շատեր ետ գացին եւ ալ իրեն հետ չէին պտտիր։ Այն ատեն Հիսուս 12-ին ասավ. «Միթե դուք ալ կուզեք երթալ»։ Սիմոն Պետրոս պատասխան տվավ անոր. «Տեր, որու պիտի երթանք, դուն հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մենք հավատացինք ու գիտցանք, թե դուն ես Քրիստոսը, Աստծո որդին»։ Թող Տերը օգնի սիրելի եղբայրներ, քույրեր, տեսնում ենք ստեղ, որ Պետրոսը սա այն դրվագն է, երբ որ Տեր Հիսուսը 6-րդ գլխում տարբեր բաների մասին է խոսում եւ ասում է, որ եթե դուք իմ մարմինը չուտեք եւ իմ արյունը չխմեք, դուք ձեր մեջ կյանք չեք ունենա եւ շատերը գայթակղվում են, գիտենք գրված է դրա մասին վերևի հատվածներում եւ ասում է շատերը էլ իրեն հետ չէին պտտում։ Իրանից կարծես գնացին, իրանից հեռացան եւ շատերը ասացին, որ այդ խոսքը շատ խիստ է, չէ, մենք չենք կարող տանել, ինչի մասին է խոսքը, ինչ է նշանակում քո մարմինը ուտել եւ արյունը խմել եւ շատերը չհասկացան, բայց դրանից հետո Տեր Հիսուսը պտտվում է, շրջվում է իր աշակերտներին 12-ին, ասում է, որ դուք եք ուզում գնալ, այսինքն 12-ին էլ ազատ ընտրության հնարավորություն է տալիս, որ իրանք էլ կարող են ընտրել Տեր Հիսուսի հետևից քայլել, թե ոչ, բայց տեսնում ենք, որ Սիմոն Պետրոսը պատասխան է տալի, ասում է. «Տեր, որու երթանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մենք հավատացինք ու գիտցանք, թե դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին»։ Հավատացինք ու գիտցանք։ Հավատացինք ու գիտցանք։ Հետաքրքիր է, եւ ասում է, որ դու ես Քրիստոսը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք ստեղ տեսնում ենք հավատքի մեկ այլ դրսևորում, կարծես հավատքի մեկ այլ մակարդակ կարելի ասել, որ Աղաքյալը ստեղ ասում է, թեկուզ իրանք շատ դեռ մարմնավոր էին, մանուկ էին հոգևորապես, շատ բան չէին հասկանում, բայց այս մի բան իրանց ներսում կատարվել էր, իրանք տեսել էին, ասում է, մենք հավատացինք ու գիտցանք, այսինքն իրանք համոզվել էին, որ Տեր Հիսուսը Քրիստոսն է, համոզվել էին, հոգով համոզվել էին, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ համոզվել էին ոչ թե միայն այն հրաշքները պարզապես տեսնելով, որոնք որ Տերը անում էր, այլ համոզվել էին իրանց ներսի համոզմունքը նրանում էր, որ իրանք տեսել էին Տեր Հիսուսի ապրած կյանքը, Տեր Հիսուսի քայլերը, Տեր Հիսուսի վերաբերմունքը, շատ հարցերում Տեր Հիսուսի մոտեցումը, մարդկանց նկատմամբ իրանց վերաբերմունքը, եւ սա մեծ բան էր փոխել աղաքյալների կյանքում, եւ իրանց մեջ հավատք էր ձևավորվել, հավատք էր ծնվել, իրանց մեջ համոզմունք էր ծնվել, սիրելի եղբայրներ, քույրեր, որ դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին, այսինքն կյանքը որտեղ է, Քրիստոսի մեջ է։ Եվ ես մեկ համար եմ ուզում կարդալ նորից, որ մենք տեսնենք, թե ինչպիսին է այդ հավատքը։ Կարդալու եմ առաջի Հովաննես թուղթ 5-րդ գլուխ 10 խոսքից։ 5-րդ գլուխ 10 խոսքից։ Ան որ Աստծո որդին կհավատա, հիմա տեսնում ենք, թե հավատքի արդյունքում ինչ է տեղի ունենում։ Ան որ Աստծո որդին կհավատա, վկայությունը իր մեջ ունի։ Ան որ Աստծո չի հավատար, ստախոս կնեզանիկա, վասնզի չի հավատար այն վկայությանը, որ Աստված իր որդին համար վկայեց։ Եվ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ, եւ այս կյանքը անոր որդին մեջն է։ Ան որ որդին ընդունած է, կյանք ունի, եւ ան որ Աստծո որդին ընդունած չէ, կյանք չունի։ Տեր օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր, այս համարի մասին կարելի է շատ խոսալ, բայց ես մի կարճ տենց ամփոփման տեսքով մի կարճ կասեմ, որ ինչի մասին է խոսքը ասում։ Եթե մենք հավատում ենք Աստծո որդիին,
Եթե մենք իրոք ասում ենք, որ մենք հավատում ենք Աստծուն եւ այն եբրայեցիների համարը, որ ասում է, որ նա որ մոտենում է Աստծուն պետք է հավատա, որ Աստված կա, այդ հավատքը, այս հավատքի մասին է, որ եթե ես հավատում եմ Աստծո որդին, ուրեմն վկայությունը իմ մեջ ունեմ։ Իսկ ինչի մասին է այդ վկայությունը, շարունակությունը ասում է, եւ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ, եւ այս կյանքը անոր որդին մեջն է։ Տեր օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր, այդ հավիտենական կյանքը, որի մասին որ խոսվում է, դա երկար ապրելու մասին չի։ Այդ հավիտենական կյանքը, այո, ինքը իրանից նաև երկար ապրելու մասին է վերաբերվում, բայց միայն դա չի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Հավիտենական կյանքը, որը որ սկսում է այս երկրի վրա Աստծուն հավատալուց, որ ասում է, որ հավիտենական կյանքը այս է, անոր որդին հավատալը, անոր ղրկածին հավատալը, այսինքն հավիտենական կյանքը դա այն ճշմարիտ քրիստոնեական կյանքն է, այն ապրելակերպն է, որը որ Տեր Հիսուսը ուներ իր մեջ եւ ուզում է ունենանք մենք մեր մեջ նաեւ, այն հավատքն է, այն մտածելակերպն է, այն վիճակն է, որը որ Աստված ուզում է որ մենք ունենանք։ Դրա մասին գրված է նաև Հովանու ավետարան 17-րդ գլխի 3-րդ խոսքում, որը որ Տեր Հիսուսը ինքն է ասում իր աղոթքի մեջ, ասում է. այս է հավիտենական կյանքը, որ ճանչնան քեզ, միմիայն ճշմարիտ Աստվածդ եւ Հիսուս Քրիստոսը, որ դու ուղարկեցիր։ Ինչը ճանչնան, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչը պետք է մենք ճանաչենք, ինչը մենք չգիտենք, որ պետք է իմանանք, մենք մեր ներսով, մեր մարդ բնությունով չենք ճանաչում Աստծո բնությունը, չենք ճանաչում այդ Աստծո էությունը եւ ասում է հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն քեզ, ոչ թե ասում է հավիտենական կյանքը այս է, որ երկար ապրեն, ցավ չունենանք, ենթադրենք, չէ, մենք որ աղաչի ոնց որ մեր ներսի ոնց որ ռեակցիան լինում է հավիտենական բառը լսելուց, դա անվերջության մասին է։ Անվերջության մասին ենք մենք միանգամից պատկերացնում, որ դա անվերջություն է, բայց հավիտենական կյանքը իր մեջ ոչ թե ժամանակի ինչ որ բան է ենթադրում, այլ հավիտենական կյանքը Աստծո էությունն է, հավիտենական կյանքը Աստծո էությունով ապրելն է, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ դա է հավատքը, որ ես հավատում եմ, որ կյանքը, այսինքն ինձ համար ամենաճիշտ ապրելու ձևը, ամենաճիշտ ապրելու տարբերակը Քրիստոսի վարդապետությունով եւ ճշմարտությունով ապրելու տարբերակն է, եւ ես չեմ ուզում ուրիշ կերպ ապրել։ Դրա համար աշակերտները եւ Պետրոսը ասացին. Տեր, որու երթանք, դու ինչ ունես, հավիտենական կյանքի խոսքեր ունես, ոչ թե ինչ որ երևակայական բաներ, այլ հավիտենական կյանքի խոսքեր ունես, եւ այդ հավիտենական կյանքը ոչ թե ժամանակ էր իրանից ենթադրում, այլ Աստծո ամբողջությունն էր ենթադրում, Աստծո էությունը, Աստծո մեծությունը, թող Տերը օգնի եւ սրանից հետո, սիրելի եղբայրներ, քույրեր, այդ հավատքը, որ մենք ունենում ենք, այդ հավատքից հետո գալիս են գործերը, գալիս են քայլերը մեր, արարքները, եւ այդ գործերը միայն ինչ որ բարի գործերի տեսքով չեն, դրանք գործեր են, որոնք որ ցույց են տալի վերաբերմունք, դրանք գործեր են, որոնք որ ցույց են տալիս քայլեր, դրանք գործեր են, որոնք որ ցույց են տալի ամենապարզ իրավիճակներում դրսևորած մեր ներսը, ինչ ենք մենք խոսում, ինչ ենք մենք ասում, ինչպես ենք մենք վերաբերվում, ինչպես ենք մենք քայլում, փոխել է արդյոք այդ հավատքը ինձ, փոխել է արդյոք այդ հավատքը իմ ներսը, արդյոք այդ հավատքը, որին որ ես ընդունել եմ, իմ մեջ ձևավորել է այդ կյանքի նկատմամբ եղած հավատքը, որ կյանքը հավիտենական Քրիստոսի մեջ է, իր վկայության մեջ է, եւ այդ վկայությունը հենց դա էր, որ Տեր Հիսուսը ասեց, որ ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, այսինքն այն կյանքը, որը որ Տեր Հիսուսը երկրի վրա բերեց, այն կյանքը, որ ցույց տվեց ինքը, այն կյանքը, որ ինքը ապրեց, ոչ թե միայն հրաշքները, որոնք որ աշակերտները ամեն օր տեսնում էին, եւ շատ հրաշքների մասին անգամ գրված չի, եւ ավետարանը վկայում է Հովանու ավետարանի վերջին գլխի մեջ, որ շատ բաներ է արել Տեր Հիսուսը, որ եթե այդ բոլորը թղթի վրա գրվեին, դրանք թղթերը չէին բավականացնելու, բայց դա չէր, որ աշակերտների մեջ ձևավորել էր այդ հավատքը Տեր Հիսուսի նկատմամբ, հապա այն կյանքը,
որը որ Տեր Հիսուսը ուներ իր մեջ, այն վերաբերմունքը, որը որ Տեր Հիսուսը ուներ, որ շատ անգամ աշակերտները հիշում եք, ասում էին, երբ որ գյուղը չընդունեց իրանց, ասացին կրակ իջացնենք երկնքից, բայց Տերը ասեց դուք ինչ հոգուտեր եք, դուք չեք հասկանում ինչ եք խոսում, եւ այդ ամեն ինչը իրանք տեսնելով, այդ վերաբերմունքը, Զաքեոսի նկատմամբ վերաբերմունքը, հիվանդների նկատմամբ վերաբերմունքը, շատ-շատերի նկատմամբ վերաբերմունքը, երբ որ տեսնում էին իրանք Տեր Հիսուսի, իրանք հասկանում էին, թե ով է Տեր Հիսուսը, հասկանում էին, որ կյանքը իր մեջ է, կյանքը իրական, հավիտենական կյանքը, ոչ թե հրաշքները, ոչ թե մնացած բաները, հապա իրական կյանքը, այդ վկայությունը կյանքի մասին Տեր Հիսուսի մեջ է, թող Տերը օգնի սիրելի եղբայրներ, քույրեր, ես այս խոսքը ուզում եմ խոսալ, որ մենք մեր սրտի մեջ ունենանք այդ հավատքի վկայությունը, որի մասին որ Հովանու թղթի մեջ գրված է, առաջի թղթի 5-րդ գլխի մեջ, որ տեսնենք եւ այդ ճանապարհով գնանք աղացրելի եղբայրներ քույրեր, ինչ դժվարություններ որ կունենանք, տկարություն, վիճակներ, կսայթակենք, կընկնենք, միգուցե մեղ գործենք, բայց Աստված ուզում է, որ ես իմ ներսով այդ վկայությունը ընդունեմ, կյանքի վկայությունը ընդունեմ, ճշմարտության վկայությունը ընդունեմ, որ այս կյանքը անցնելու է, ամեն բան անցնելու է, կյանքի ցանկությունները, կյանքի ամեն իրավիճակը անցնելու է, բայց Աստծո վկայությունը չի անցնելու, սիրելի եղբայրներ, քույրեր, թող մեր ներսը լցվի այս հավատքով, որ մենք ամեն անգամ հավատքով Տիրոջը մոտենալուց ունենանք մեր ներսում այդ հավատքը, որ Տեր, ես գիտեմ, որ դու վարձահատույց ես լինում բոլոր նրանց, ովքեր որ քեզի են խնդրում, ոչ թե քեզանից են խնդրում, ոչ թե ինչ որ մի բան են ամեն անգամ ուզում, հապա քեզի են խնդրում, թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի